Նույնտապանում հյուրընկալել եմ բոլորին դեմ եմ շարժման անդամ Իշխան Գևորգյանին, պարոն Գևորգյան, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Ես եմ շնորհակալ։ Արդեն առիթ ունեցել ենք այս շարժման մասին ձեր գործընկերոջ հետ խոսելու, մեր հեռուստադիտողները կարծում եմ massամբ տեղյակ են, թե ինչի մասին է խոսքը, բայց այսօր ես կխնդրեմ, որպեսզի դուք նորից ներկայացնեք բովանդակային իմաստով շարժումն իրենից ինչ է ներկայացնում, դուք ինչու եք միացել, ինչու դեմ եմ, մի խոսքով հնարավոր բոլոր մանրամասները։ Նայեք, տարբեր մարդիկ տարբեր ձևով հասել են այն կետին, որ էլ եղած քաղաքական ուժերի մեջ չեն տեսնում որևէ մեկին, որին ցանկանում են ընտրել։ Ու տարբեր մարդիկ մեր շարժմանը տարբեր մոտիվացիաներով են միացել, բայց քանի որ շարժման կետերը կարճ են ու հստակ, այս ընթացքում կասեմ, հեշտ է եղել տարբեր հայացքներով մարդկանց միավորումը։ Նայեք, այս համակարգը, որով պետք է լինեն ընտրությունները, չեն արտացոլում իրական ժողովրդի կամքը խորհրդարանում։ Կարանք օրինակ քննարկենք 21 թվականի ընտրությունները։ 50%-ը չի գնացել ընտրության, այսինքն ամբողջ ազգի կեսի կարծիքը չկա։ 20%-ի ձայնը փոշիացել է 19.5, այսինքն իրենք ընտրել են ուժերը հավաքել են 1-ից 4%, ես էլ եմ այդ 20%-ի մեջ մտնում։ Իրանց ձայները փոշիացել է։ Ու ինչ որ փոքր քանակ մարդիկ եղել են, որ եկե թերթիկը վնասը մի բան են արել, դառել է անվավեր։ Հիմա նայեք ամենահետաքրքիր խնդիրը ինչու՞մ է։ Չգնալ ընտրության, գնալ փչացնել թերթիկը, թե քվեարկել փոքր ուժի, որը շեմը չի հանձնում, լրիվ նույն էֆեկտն է տալի։ Պատկերացրեցիք, լրիվ 3 տարբեր վարկ տալիս է լրիվ նույն էֆեկտը։ Արդյունքում այդ 20%-ը չունեն իրենց ներկայացնող ուժ ներսում։ Այն 50%-ը չունեն ու չունեն ոչ է հնարավորություն ունեն ասելու, որ ձեր առաջարկից ոչինչը չեմ ուզում ես ընտրեմ։ Ինձ չեք տվել տարբերակ, որ ես ասեմ, որ ոչինչ չեմ ուզում, ոնց որ հյուր գնաս ստիպված մի բան ուտես, ախր կարող է ես չեմ ուզում, չէ՞, ձեր սարկոսները համով չի։ Ինձ ստիպում պետք է մեջներից վատը կեր, որ մի բան լինի։ Ու այս մեթոդով ընտրությունը իրականությունը ներսում չի արտացոլում, ավտոմատ բերում է շատ վատ խնդիրների։ Արդյունքում այնտեղ հայտնվում են օրինակ անդեմ падգամավորներ, մենք падգամավորների կեսին անունով չգիտենք, նույնիսկ դուք որ լրագրող եք։ Իրանք ինչ որ մի ուժի հետ բոնուս ստացած, տենց փաթեթով եկած մարդիկ են էլի։ Հիմա այս համակարգը եթե սենց մնաց, նույն վերարտադրությունն է լինելու, ավելին կայուն մեծամասնության դրույթից օգտվելով այն ուժը, որ մի 26-27% կարող է հավաքի, ոչ մի իմաստ չունի կոալիցիա կազմի, գնում է երկրորդ փուլ, որ 52% ստանա, 52%-ը որ ստանում է, դառնում է արքան, կարող է SMS-ներ ուղարկի, կարող է բացի արևի ուղղությունից ամեն ինչի վրա կարող է ազդի, էլի։ Իսկ մենք դրա համար պատասխան ենք տալի էլ կյանքերով, էլ ճակատագրերով, նայեք վերջի 5 տարում սուպեր վարչապետության պատճառով ինչերի մեջով են կանցել, ասենք երնեք կտայինք նույնիսկ 21 թվականի վիճակին։ Այսինքն Սերժի կոստյումի այդ փոփոխության մասին է խոսքը։ Հեղափոխությունը ախր դրա համար էր, կհիշեք։ Մարդիկ Սերժ Սարգսյանի անձի հետ խնդիր չունեին։ Իսկ եթե ոմանք ունեին խնդիր, իրենց պետք է բան անեմ, վշտեցնեմ, որ ոչ մի բան չի եղել Սերժ Սարգսյանի հետ ու աշխարհի մյուս երկրների պես չի, որ հեղափոխություն են անում, նախկին ղեկավարը կամ դատվում է կամ ինչ-որ մի վատ բան է հետելնում կամ երկրից փախնում է, չէ՞։ Սերժ Սարգսյանը անձին ոչինչ չի եղել, այսինքն այն ովքեր մերժում էին նրա անձը, այդքան պարզամիտ էին, դուք ձեր ուզածը չի եղել։ Սերժ Սարգսյանի համակարգը մերժողներն էլ դուք ունեք նույն համակարգը, ուղղակի այնտեղ ուրիշ մարդ է ու վերջ։ Հիմա բոլորին դեմ եմ այս պահին կոչվում է շարժում, բայց ինքը ընտրություններին մասնակցելու է ինչ ձևաչափով։ Միակ տարբերակը ընտրություններին մասնակցելու բոլորին դեմ եմի դեպքում դա հիմնել կուսակցություն, որը լինելու է ինքնալուծարվող, այսինքն իր գործը անելուց հետո վերանալու է, ինքը գաղափարական ինչ-որ լիբերալների կամ պահպանողականների կուսակցություն չի, ինքը գործիք է։
Դրա կարող այլընտրանք լիներ, որ ես իմ փողոցային պայքար անեինք կամ ստորագրահավաք անեինք բոլորին դեմ եմ քվեաթերթիկը վերադարձնելու պահանջով, բայց դա այս փուլում իրատեսական չի։ Հիշեցնեմ, որ բոլորին դեմ տարբերակ ՀՀ քաղաքացիները մինչև 2000-ականները ունեցել են, որ մարդը գնար ասեր ձեր առաջարկածներից ոչ մեկ չեմ ուզում ուտեմ։ Այդ հետո մի հատ տենց հարմար առիթով կամած վերցրել են, որտեվ ամեն հաջորդ ընտրությանը մի քիչ ավելացել է իր դերը, իսկ հիմա հարցումներով չգնացող կամ բոլորին դեմ մարդիկ 60% են։ Ու քանի որ չկա բոլորին դեմ եմ տարբերակ, օրվա իշխանությունը ձեռք է տալիս մեզ այնպես զզվացնի, այնպես հունիցանի, որ մենք չուզենանք գնանք։ Ինքը ունի չէ վարչական ռեսուրս, ինչքան մենք քիչ ենք գնում, այնքան իր վարչական ռեսուրսի տեսակարար կշիռը մեծանում է։ Ու բոլոր պղծությունները պետքա լինեն մոտակա 4 ամսում, դասական կանոններով որ նայենք, որ մի ձև այդ տոկոսը կչացնեն, որտեվ իրենք իրենց հաստատուն գնացող տոկոսը ունեն, իսկ պարզ քաղաքացիները փոփոխական տոկոս են։ Երբ որ տենում են, որ խորհրդարանը շշով մեկին գլխի տալու, ես իմ խառը հայոյանքների տեղ է, երբ որ երկրում տենում են բան աճ ու ձախ կողմ անցած եպիսկոպոսներ հարցակում եկեղեցու վրա, այդ ամեն ինչը այնպես է զզվացնում, որ ես իմ արտագաղթելու մտքերա մարդկանց մոտ գալի, որ մնաց գնան ընտրեն։ Իսկ դա էլի է լինելու, ասենք իշխանությունը փոխվեց այս համակարգով, մյուս իշխանությունը նստելու են իրար հետ քննարկեն, ասեն դե այդ SMS-ով հեռախոսը ունենք, պատավատը ունենք, լավա ոնց պահենք, միակ ձևը զզվացնենք չգան, որ մեր տեսակարար կշիռը մեծ լինի, դե դեմ եմ քվեարկելու տարբերակ չկա, ավտոմատ բան է։ Անվան հետ կապված խնդիրներին չեք կարծում կառաջանան, թե չէ գրանցումը Մենք հստակ ուսումնասիրել ենք անվան հետ խնդիր չի կարող առաջանալ, եթե ինչ-որ խնդիրներ առաջանան, դրանք հորինված են լինելու, իրավաբանների հետ ենք աշխատել, բայց մենք ասում մեր հակաքայլերին էլ պատասխանելիքներ ունենք, այնպես չի, որ եթե ոմանք մտածեն հեսա անվանը կկպնենք չեք հաջողի, իրենց պատկերացածով ալնելու էլի, մենք երկրորդ, երրորդ, չորրորդ քայլեր ունենք պլանավորած բոլոր այն դեպքերում, որտեղ ինչ որ կամայական անարդար խոչընդոտով կփորձեն մեր դեմը առնել։ Մենք ամեն գնով ձգտելու ենք բոլորին դեմ եմ քվեաթերթիկը գեներացնենք, շանս տանք մարդկանց արտահայտվելու բոլորին դեմ ու դա ծառայացնենք համակարգի լավացմանը։ Կարելի է ուղղակի էլ ասել բոլորին դեմ հոգու հանգստության համար, բայց ափսոս է։ Գումարած մենք, ասենք դուք Հովսեփին եք տեսել, բայց շարժման միացած բոլոր անդամներն է հանունի համար պայքարած մարդիկ են։ Այ հիմա ներկայացրեք ովքեր են բոլորին դեմ եմ շարժման անդամները եւ մարդիկ ինչու պետք է հավատան, որ դուք իսկապես ձեր խոստումը կկատարեք եւ կգաք վերջապես մեզ կազատեք այդ Սերժի կոստյումը։ Դրա մասով մի հատ լավ հուշում են ընկերները տվել, տարբեր հարցեր կա էլի, որ տալիս են, բայ եթե սենց լինի ինչ եք անելու, որ տակից դուրս չգանք։ Մի հատ տենց հետաքրքիր հարց կա, որ բա որ 100 օր հետո մանդատները վայր չդնեք կամ էս կամ այն։ Դրա անտիր տարբերակը այն է, որ բոլորին դեմ եմ շարժմանը միանալու պարզ ձև կա, հռչակագիրը կարդալ, ընդունել այն ու գալ միանալ։ Բոլորին դեմ եմ շարժման մեջ չկա ինչ որ խորհուրդ, գործադիր մարմին, ավել որոշող, պակաս որոշող, բոլորը անդամներ են։ Չկա ստեղծող նույնիսկ։ Բոլորը միացել են, ես էլ եմ միացել այդ շարժմանը։ Ու կամայական անձ, ում հետաքրքիր է մենք ինչ ենք անում կամ բոլորին դեմ եմ գաղափարն է հետաքրքիր, կարող է միանալ, ավելին գալ, մեր քննարկումներին մասնակցել, տեսնել, որ երբևիցե 101-րդ օրվա մասին քննարկում չի լինում, ուղղակի։ Իրանք ազատ են հանգիստ գան, ու եթե մեկը կասկածում է, որ մենք Y կամ X պլան ունենք 101-րդ օրվա, ենթադրաբար որևէ քննարկմանը պետք է դա խոսենք, չէ՞։ Հենց այդ միտքը որ տվեց, ես զգացի, որ լրիվ ճիշտ է ասում, էլի մենք երբևիցե չենք խոսացել 101-րդ օրվա մասին, որտեղ հստակ պլան ունենք, գանք մաքրենք այդ 3 փոփոխությունը անենք, այսինքն քվեաթերթիկը բերենք, 1% շեմի իջացնենք, կայուն մեծամասնությունը հանենք, 100 օրից անենք ընտրություն, որին մեր վարչապետը կկազմակերպի ու չի մասնակցի։ Ու չեն մասնակցի նաև կառավարության մյուս անդամները, որպեսզի վարչական ռեսուրսի կիրառման տարբերակ չլինի։
Այսինքն մենք գալիս ենք օրինակով գիտեք ինչ լավ կլինի որ անենք, եթե համարենք 18 թվականին հեղափոխությունը, պատկերացրեք հեղափոխությունից հետո Նիկոլ Փաշինյանի ուժը ընտրություն աներ ու չմասնակցեր։ Ինչ մաքուր դասավորություն կլներ, չէ՞։ Ոչ թե էյֆորիայի վրա վերցներ ես իմ քանի տոկոս ու ընկնենք այս ցիկլի մեջ։ Ոչ մի ժողովրդավար երկրի ձեռ չի տալի տենց 70-80% իշխանություն, ավելին դիկտատորաներում ա, որ դա նկարում են ու մնում է։ Ժողովրդավար երկրներում խորհրդարանում մի քանի ուժով են սարքում կոալիցիա հիմնականում ու իրար հետ ունենում են բանավեճ, բանավեճի արդյունքում առողջ արդյունքներ են ունենում։ Ոչ թե կախված է լինում մեկից ու կախված օրինակ իր ընտանեկան դժբախտությունից կամ առողջությունից ամբողջ ազգի ճակատագրի վրա տենց զառ են խաղում։ Հիմա ընթացիկ ինչ աշխատանքներ եք կատարում, ինչ ունեք արխիվում։ Ամենակարևորը որ ունենք այդ դիտողներին էլ եմ հրավիրում փետրվարի 1-ին Elite Plaza-ում ժամը 3-ին 15:00 լինելու է մեր հիմնադիր համագումարը։ Ու դա մենք կարողանալու ենք անենք բոլորին դեմ մարդկանցով միավորվելով ու ունենալով այդ որոշումը։ Թե կայքի, թե այլ տվյալներով մենք հաստատ կարողանալու ենք կայացած համագումար անենք, բայց դա ոչ մեկին չի խանգարում, որ ինքն է գա միավորվի ու միասին ստեղծենք այդ գործիքը։ Այդ գործիքը ծառայելու է a. յուրաքանչյուր հայ քաղաքացու, b. փոքր ուժերին ու g. բոլորին, որպեսզի խորհրդարանը արտացոլի մեր հայ ժողովրդի ու ՀՀ քաղաքացիների իրական կարծիքը։ Քանի դեռ դա տենց չի, հաջորդ օրվանից ընտրության անարդարությունը սկսում է։ Ուժը հավաքում է, ասենք 30, ունի 52։ Մենք ընտրում ենք 20% տարբեր ուժերի ու ստացվում է այդ ուժերը կորան։ Օրինակ ես 5165 եմ մի անգամ ընտրեմ, մի անգամ քվո։ Ու դա էական չի մեր շարժման մասով, բայց իմ մասով շատ էական է։ Ես երկու անգամ եմ կուզեի այդ ուժերից ներկայացուցիչը լիներ, ոնց որ իմ սրտի ուժն էր, ինձ թվում էր իրանք են ինձ ներկայացնում, իրանց վարքներին պատկերացրածին նման, բայց չէր լինում։ Արդյունքում իմ ձայնը կիսում էին 70%-ը տալիս էին ԿՊ-ին, 30-ը Հայաստան Դաշինքին, որոնց երկուսին է ես դեմ եմ ուզում քվեարկել։ Իսկ անդամները պրոֆեսիոնալիզմի տեսանկյունից, այսինքն կարելի է ասել, որ մենք գործ ունենք պրոֆեսիոնալ մարդկանց հետ իրենց բնագավառներում, որովհետև շատ կարևոր է, գիտեք, որքան ժամանակ է վերլուծություններում հնչում է այդ բացը, որ մենք ունենք կադրային խնդիրներ բոլոր ոլորտներում։ Մենք արդեն ունենք այնպիսի կան, որը բավականին լայն սպեկտրով գործ կարող է անել, մանավանդ այդ 100 օրվա կոնտեքստում, բայց ամենակարևոր մասը որ կա, որ մեր մոտ հավաքված են ազատ մարդիկ, ովքեր ուզում են ազատ ապրել այս երկրում։ Մենք հայացքներով տարբեր ենք, բայց երկուսս էլ նույն ձև կարևորում ենք Հայաստանի ազատությունը, անկախությունը։ Մենք մեկս մի ձևով է ջանք դնում դրա համար, մեկս մյուս ձևով։ Մեկը համարում է, որ օրինակ այդ ազատ երկրում այս մի բանը արժի այսպես լինի, մյուսը համարում է հակառակը։ Բայց մենք բոլորս ուզում ենք լինի ազատ Հայաստան, Հայաստանի որոշումները կախված լինի հայերից, ոչ թե ինչ որ երկրից։ Ու ջանում ենք այնպես դաշտ ստեղծենք, որտեղ հենց ՀՀ քաղաքացիներից ստեղծված ուժերը արդար պայքարելու են, ներկայանալի լինեն խորհրդարանում, իրենց ասելիքը իմաստ ունենա, ավելին, եթե իրանք թույլ տանեն վարքը, որը թույլ են տալի հիմիկվա խորհրդարանականները, միանշանակ զրկվեն տեղից մյուս անգամ։ Պարոն Գևորգյան, բոլորին դեմ եմ շարժումը այս պահին լուծելու է ներքաղաքական խնդիր ընդամենը, բայց մենք այդ ընթացքում, թեկուզ այդ 100 օրում մենք ունենալու ենք գործընթացներ, որոնք կապված են մեր արտաքին քաղաքականության հետ, այն խնդիրների հետ, որոնք դրված են Հայաստանի առջև որպես պետություն։ Հիմա այդ առումով ինչ կարող եք ասել, ինչպես եք պատկերացնում, մասնավորապես օրինակ թրիփի հետ կապված, երբ որ գործընթացները ռեալ մեկնարկեն։ Դրա ավելի ցավոտ մասն է, եթե այդ 100 օրում պատերազմ լինի հարցն են հաճախ տալի, նայեք։ Մենք 100 օրվա համար 3 բան փոխելու մանդատ ենք ուզել։ Մենք քաղաքական կուրս փոխելու մանդատ չենք ուզում, անկախ նրանից, որ ունենք կարծիքներ, ընդ որում ոմանք մի ձև, ոմանք մյուս ձև։ Մենք կարծում ենք այդ ամեն ինչը կարելի է առողջ կատարել, առողջ համակարգով ընտրություն անելուց հետո։ Պատկերացրեք, այդ 100 օրում
փորձելու ենք պահել նույն իներցիան, միջև այնպես անել, որ այդ ուժերը սպասեն 100 օր որոշ հարցերին, եթե կլինի ֆորս մաժորին որպես անհատ, որպես դասակի հրամանատար, որպես գումարտակի հրամանատարի տեղակալ ես դեր ունեցել եմ, ես ինչքան պետք կլինի, այդքան դեր կունենամ, մյուսն էլ մեր թիմակիցները։ Օրինակ պատերազմով երբ որ վախացնում եմ, պատերազմի ժամանակ պետությունը հստակ քայլեր ունի, հայտարարում է պատերազմ ու կռվում է։ Ես ապրել եմ ժամանակներում, երբ որ իմ արձակուրդի հաշվին եմ գնացել պատերազմ, օրինակ ջերմուկյան դեպքերի ժամանակ։ Այսինքն նույնիսկ հիմիկվա վիճակով ուղղակի ճիշտ քայլերը ինչ որ այնտեղ ինստրուկցիայով գրած է պատերազմի ժամանակ սեղմել մեկ։ Այդ քայլերը անելով ավելի նորմալ արդյունք կլինի, քան մինչև էս ինչ մեզ առաջարկվել է։ Բայց մենք գալու ենք այդ 100 օրը ամեն գնով փորձենք ոչինչ տեկտոնական շարժեր չանենք, միջազգային գործընկերներին է բացատրելու ենք, որ մեր մոտ ոնց որ համակարգի փոփոխության process է, այսքան սպասեք եւս 100 օր։ Մեկը թռիփը նես չի 10 օրում կամ 100 օրում կառուցվելիք մի բան է։ Հետո երբ որ կլինի նորմալ ընտրություններ, հենց ազգի ներկայացուցիչները, որոնք 5 տարվա համար են ձայն խնդրել արդար համակարգով, Հայաստանի ուղղությունը կտանեն։ Եթե ժողովուրդը կարծում է, որ պետք է ընտրել այնպիսի ուժերի, որոնք դրան կողմ են ու պետք է շարունակեն, կընտրի կոալիցիա կկազմեն, կշարունակեն։ Եթե դեմա ոնց որ ուրիշ բան պետք է լինի, բայց արդար ընտրությամբ պետք է ձևավորվեն, ոչ թե 25%-ը թրիփին կողմ լինի, մեկը դրա շնորհիվ դառնա կոստյումի հաշվին 52%-անոց, որոշի, որ ժողովուրդն ուզում է։ Այս ընթացքում ինչ մեզ ասել են ժողովուրդն ուզում է, ժողովուրդը չի ուզել, որտեվ ես այդ ժողովուրդից եմ, ինչ իրանք ուզել են, բացի մի երկու էպիզոդից ես չեմ ուզել։ Ասենք 17000 բանից 2 հատն եմ ուզել, մնացածի ժամանակ ինչ ժողովուրդ չեն հաշվել։ Ինչն եք ուզել օրինակ։ Օրինակ ուզել եմ, որ բանը զենքի օրենքն եմ ուզել, մի քիչ լավ ձևով, բայց էլի ուզել եմ, պատերազմի ժամանակ ուզեցել եմ, որ ոնց որ համախմբվենք ու գործենք միասին, կամավորագրվենք, ես անենք, ոնց որ full վստահել եմ իմ ղեկավարությանը, այսինքն թե անմիջական ղեկավարից հրամանատարից, թե իր գերագույն հրամանատարին, այնց են վստահել, ոնց որ տունը իրար չենք վստահում։ Այսինքն ինչ ասել են, կուրորեն արել եմ, ինձ գցել եմ այնպես տեղեր, որտեղ լրիվ լոգիկայով պետք չէր այդտեղ մարտելներ, այդտեղ ովքեր ուղարկել են եկե ասել են, որ հրաշքա դուք ողջ եք, ոնց որ ինչ ասել են արել եմ։ Բայց այդ 2-3 էպիզոդ ա եղել, 17000 դեպքերում ոչ մի բանի հետ ես համաձայն չեմ եղել։ Ֆելիչե ժամանակակից ատամնաբուժական կլինիկա։ Այստեղ հարմարավետությունն ու խնամքն առաջնային են։ Այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ, ճշգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժում, նուրբ փորձառություն եւ անհատական մոտեցում։ Սկսած սովորական մանրուքներից մինչև առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող եւ փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում։ Մեր բարեկամական եւ հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար։ Ֆելիչե, ձեր առողջ եւ ամենաերջանիկ շպիտը սկսվում է այստեղից։ Եկեք եւ բացահայտեք նորարարության փորձագիտության եւ կարեկցանքի կատարյալ համադրությունը։ Վաճառվում է գերմանական հնաոճ դաշնամուր 1892 թվականի արտադրության ֆոն Մուրբախ։ Գտնվում է գերազանց վիճակում։ Կինը 15000 ԱՄՆ դոլար։ Հեռախոսահամար 094 115 310։ Երևան փոստը Գրանադայի ուզում տեղեկացնում է։ Դրամական փոխանցումներ 1%-ով։ Օդանավով 1 փաունդը 2.99։ Նավով ուղարկեք 1 արկղ, երկրորդ արկղը անվճար։ Ավտոմեքենաների փոխադրում անհավատալի արժեքներով։ Ինչպես նաև կահույք եւ մեծ չափի բեռների փոխադրում։ Jackpot հագուստի խանութը երկրորդ մասնաճյուղն է բացել Գլենդելի սրտում, որտեղ կարող եք ձեռք բերել եվրոպական եւ ամերիկյան ընտիր հագուստեղեն, կոշկեղեն, աքսեսուարներ, պայուսակներ ամենահարմար արժեքներով։ Նաև կարող եք ցանկացած ապրանք պատվիրել եւ ձեռք բերել կարճ ժամանակում։ Jackpot-ի Գլենդելի հասցեն է 1135 North Pacific Avenue, հեռախոս 818 813 2252։ Jackpot հագուստի լավագույն կենտրոնը Գլենդելում։
60-ից ավելի ճանաչված եվրոպական բրենդների ինքնատիպ, չկրկնվող եւ մատչելի ընտրանին Fortuna Home and Country House խանութ սրահում։ Նորաոճ սպասք եւ կահույք հորեկա բնագավառի համար, տեքստիլ, տնտեսական ապրանքներ, ամեն ինչ գեղեցիկ կյանքի համար։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ, Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Տպագրեք ձեր գիրքը Նոյան տապան տպագրատանը, ինչպես նաև թերթեր, ամսագրեր, բուկլետներ եւ այլն։ Հասցեն քաղաք Երևան, Իսահակյան 28 առաջին հարկ։ Պարոն Գևորգյան, ասացիք հեղափոխությունը, որ արեցինք, ժողովուրդը ոչ թե Սերժ Սարգսյանի անձի հետ խնդիր ուներ, այլ համակարգի։ Հիմա նույնը կարող եք ասել Նիկոլ Փաշինյանի դեպքում, թե այստեղ նաև անձի ֆակտորը դեր ունի։ Նայեք, նախ ես չեմ ասել, որ հեղափոխություն արեցինք, ես ասել եմ 18 թվականի եղածը, որը կարանք անվանենք օրինակ հեղափոխություն, ես ուրիշ կարծիք ունեմ դրա մասով։ Իմ համար ոնց որ այդ կոստյումը հագած մեջի մարդը էական տարբեր չէ, ավելին հենց կոստյումը հանենք չարացումս պակասելու է իր հանդեպ։ Հիմա կարաք զարմանաք, որտեղ հələ կոստյումը հագնա, բայց ես օրինակներ ունեմ։ ԿՊ-ից դուրս եկած մարդիկ հաջորդ օրը դառնում են ավելի են, որ վայ ինքը խեղճ է, արեք պաշտպանենք, ոչինչ։ Կարաք նույնիսկ դուք հիշեք։ Մի փուլ դուրս են եկել պատերազմից հետո, մի փուլ Արցախից հետո, այս վերջերս մի քանի հոգի դուրս եկան, հենց ԿՊ-ից մեծ կոստյումի մեջից մեկը դուրս է գալի, ավտոմատ մի քիչ լավն է դառնում։ Ես հիմա չեմ ուզում գնահատականներ տամ, որ մեկը մտածի ես իմ Նիկոլ Փաշինյանի անձին լավ կամ վատ եմ վերաբերվում։ Ես հստակ կասկած ունեմ, որ այդ կոստյումը ինձ տան, ես էլ շատ վատ բաներ կարող անեմ։ Մինիմում նրանց հետ ովքեր էս 5 տարին մեր գլխին բերել են։ Ու քանի որ այդտեղ բոլոր կոճակները իմ ձեռն են, այդ ամեն ինչը մարսելի է։ Ես կարամ իմ դեպուտատներին ասեմ, որոնք շատ են, ծեծեն այլ դեպուտատների, որոնք դուրս չեն գալի։ Այդ գայթակղությանը ոչ մեկին չեմ ուզենա ենթարկենք։ Դա այդ դևի հեքիաթի պես է, որ գալի ասպետը դևին հաղթում է ու ինքը դառնում է դև, որտեվ հավես է դև լինելը, դևը ոնց որ սուպեր վարչապետի ցածր տեսակն է, սուպեր վարչապետ ավելի հավես է լինելը։ Դրա համար մենք ուզում ենք 100-օրյա մանդատ, որ այս համակարգը քանդենք, մենք կդիմանանք այդ 100 օրը դև չենք դառնա, հետո մաքուր ընտրությամբ շարունակվի։ Ու ամենացավոտ մասը այն է, եթե մեր արածի անունը ճեղքում եմ ես դրել, եթե այս ճեղքումը չի լինում, եթե մենք մեր այս գործիքով այդ չարյաց փոքրագույնին կամ ԿՊ չուզելու համար ընտրեմ Մայր Հայաստան կամ հակառակը ընտրողներին չենք մոբիլիզացնում, համակարգը ճեղքենք, այն ինչը եղել է 21-ից 26, ալնելու է 26-ից 31։ Այն ինչը հիմա որ քննարկենք կզարմանաք, այդ ամենը ըլնելու է, որովհետև այն ինչը հիմա կա 21-ին որ քննարկենք, հաստատ զարմանալու եք։ Վարկ չենք փոխում, համակարգ չենք փոխում։ Համակարգի խաղացողները այսօրվա կուրսով չեն փոխվելու, որ ստատիստիկաներ եք նայում։ Ինչի պետք է ուրիշ բան փոխվի, չէ՞։ Հիմա այս մեր ճեղքումի միակ հույսն է, մենք դրան սրտանց հավատում ենք, մենք գիտենք, որ շատ ավելի վատ է լինելու, եթե ճեղքումը չարեցինք, շատ ավելի վատ է լինելու։ Ընդ որում թե անցած փուլում պատերազմներով էր այդ վատը, պատերազմը հստակ է։ Հիմա ալնելու է խաղաղության քողի տակ, բայց այնպես որ չիմանաս ինչ անես։ Հիմա մենք այս մասով ձեզ եւ շարժման անդամներին հաջողություն ենք մաղթում, պարոն Գևորգյան, բայց ուզում եմ ամեն դեպքում խնդիրներին անդրադառնանք։ Պաշտպանության նախարարը
ասուլիս տվեց, ներկայացրեց կատարված աշխատանքները, ասում են բարեփոխումներ են կատարում, որոնց արդյունքը արդյունավետ էին բարեփոխումները եւ դրա արդյունքում զինվորական ժամկետը կրճատվեց ծառայության։ Հիմա դուք ինչ տպավորություն ունեք, ինչ կարող եք ասել, փոփոխություններ իսկապես արվում են, չեն արվում, ինչ չափով են արվում։ Ի վերջո նախարարը ասում է, որ մենք այդքան զինտեխնիկա, սպառազինություն են գնում։ Նայեք, ես որպես բոլորին դեմ եմ շարժման անդամ, այդ մասով ասելիք չունեմ, բայց որպես Իշխան Գևորգյան ես կուզեի։ Ես շեշտում եմ, որ մարդիկ պատկերացնեն էլի, որովհետև ես երբ որ ասեմ, մարդիկ դա պատկերացնեն, որ բոլորին դեմ եմ դիրքորոշումն է, դա բոլորին դեմ եմ դիրքորոշումը չի, ոչ էլ իր դեմը դրած խնդրի կտոր է, բայց Գևորգյան իշխանը կուզենար ընտրեր մի ուժ, որը կխոստանար համապարփակ անվտանգային համակարգը ներդնել, ամեն ինչ կաներ Գևորգյան իշխանը մարդկանց համոզելու, որ այս ուժն է մեր սրտի գործանող ուժը, այդ ուժը կընտրվեր, այդ ուժը այնպես կաներ, որ կամայական հայ կիմանա, եթե վաղը պատերազմ է իր անելիքը։ Այսօրվա մասով ընդհանրապես տենց չի իմ գնահատական, այդ փոփոխությունները 1.5-2 տանկ են կարը, ավելի մեծ տանկ, ընդհանրապես կարևոր չի, եթե դրա կիրառողը չկա, նույնիսկ Ռուսաստանի պես մեծ երկիրը ամբողջ զորքի չափ զոհ ու վիրավորատվ է ու եթե չլիներ իր մոբ ռեսուրսը արդեն կռիվը պրծել էր, իսկ մենք պետքա ամբողջ ազգով պատրաստ լինենք դիմագրավելու, միակ շանսն ու տարբերակն է մեր միակ առաջի մոտակա թշնամիից եթե խոսենք 3 անգամ մեզնից շատ են, պլյուս իրանք ունեն մեթոդ, որ կարող են ներմուծեն սիրիացի վարձկաններ ու մենս դեմ ես եմ կռվել, մենք այդ մեթոդը չունենք, նու չեք կիրառը չգիտեք։ Բայց ասում են պատերազմի հավանականությունը շատ ցածր է գնալով զրոյանալու է, որովհետև արդեն մենք տնտեսական համագործակցություն ունենք, նավթամթերք, բենզին ենք բերում եւ դա կստեղծի կախվածություն միմյանցից ու ավելի շահավետ կլինի առևտուր անել, քան կռվել։ Տեսեք, այդ անչափ պրիմիտիվ է, նույնիսկ այն երկրները, որոնք նույն բլոկում են, օրինակ ՆԱՏՕ-ի մեջ, հենց հիմա Գրենլանդիայի խնդիր կա, չէ՞։ Լուրջ քննարկում են ՆԱՏՕ-ի մի անդամները զորք են ուղարկում այնտեղ, այն մյուս անդամին ցույց տալու, որ մի արա։ Այդ պրիմիտիվ մտածելակերպը, որ sense լույսի ճտիկ է, պատերազմ, խաղաղություն, շատ ափսոս է, որ ինչ որ հայ դրան կհավատա։ Կամայական երկիր անընդհատ ուժեղ լինելով է, որ պատերազմի մեջ չի ընկնում, մանավանդ մերպես երկիրը։ Ռուսաստանը Ուկրաինայի անվտանգության երաշխավորն էր ատոմային զենքերը վերցնելու դիմաց։ Ասենք, եթե 17 րոպեի տարբերակով են նայում, 17 րոպե պատերազմ չի լինի, կամ եթե կես տարի, կամ եթե ԿՊ-ի եւս մեկ շրջան մի 6 բան հանձնելով փորձենք Երևանում ենթադրաբար պատերազմ չի լինի, բայց շատ պրիմիտիվ է տենց մտածելը։ Պատերազմը, խաղաղությունը մինչև պատերազմը մի հատ փուլ է, էլի։ 100 բան է փոխվում։ Այսօր ոնց որ ամեն օր զարթնում ենք, ես համացանցը ստուգում եմ, Իրանին խփել են թե չէ։ Իրանին խփելուց հետո լրիվ ուրիշ իրականություն է դառնալու, համաձայն եք։ Հիմա ու սենց մի 40 հատ եթե ապա է առաջացել հիմա աշխարհի երրումը։ Այս տարբերակով խոսալ, որ այս մեր կղզում իդեալական է լինելու, շատ միամտություն է, շատ մանիպուլյատիվ է ու սուտ է։ Միակ տարբերակը, որին ես եմ հավատում որպես քաղաքացի, դա համապարփակ անվտանգային համակարգի անցած Հայաստանն է, դրա դեմոն մենք մեր հկներով տարբեր ցույց ենք տալի, որ աշխատող է, ցույց ենք տալու պատրաստ ենք ցույց տանք, բայց դա մի բան է, որ միայն կարող է անի պետությունը։ Իսկ որպեսզի անի պետությունը պետք է իմ խելքի մարդիկ այդան ընտրեն ուժ, որը ներսում լինի, այդ գործը առաջ տանի։ Իսկ որպեսզի անեն այդ ընտրությունը պետք է լինի արդար ընտրության ձև, որ նոր կառուցվի ու դրա համար մենք բոլոր խնդիրները թողած, թե չէ օրինակ դուք ինձ ուրիշ ոլորտներից գիտեք, այս ոլորտից չեմ ես խորը։ Բոլոր ոլորտներից թողած եկել ենք այս առաջին համակարգային խնդիրը լուծենք, սրա վրա կառուցվելու է Հայաստանի առողջացումը։ Շնորհակալ եմ։ Ես եմ շնորհակալ։ Մեծ դիտողներին հիշեցնեմ, որ զրուցում էի բոլորին դեմ եմ շարժման անդամ Իշխան Գևորգյանի հետ, մեր ուղիղ եթերները կարող եք դիտել Patreon-ում, նաև այդ հարթակում աջակցել մեզ էկրանին երևացող QR կոդով։
Ա